Եվ իրականում ինչ է տեղի ունեցել։ Դրանց վերարտադրությունից հետո հայաթափվել է Արցախը, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի իշխան տարածքում և Ադրբեջանը ներկայացնում է նոր պահանջներ Հայաստանում։ Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, ինչ է տեղի ունենալու։ Այս վտանգը ամբողջությամբ պետք է հասկանանք, ու այդ վտանգը պետք է դահլիճից դուրս տարածեն մեր բոլոր հայրենակիցներին։ Եթե սրանք վերարտադրվեն, տեղի ունենալու նոր զիջումներ, Ադրբեջանի պահանջը փոխվելու Հայաստանի սահմանադրությունը և ամեն պահանջ իրականացնելուց առաջ նա հայտարարելու է պետք է այս պահանջը անի, որպեսզի պատերազմ չլինի, այնուհետև փորձելու են Հայաստանում բնակիչներ 300,000 ադրբեջանցի։ Սա չափազանցություն չի, երբ որ քանի տարի առաջ խոսում ենք այդ վտանգների մասին, շատերը ասում են չափազանցություն է, բայց նորից եմ կրկնում, ցավոք այդ ամեն ինչը իրականություն է դարձել։ Հետևաբար ամեն ինչ շատ պարզ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրություն անեն քանդողի կամ կառուցողի միջև։ Պետք է ընտրություն անեն հանձնողի կամ պաշտպանողի, նվաստացման կամ արժանապատվության միջև։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ընտրելու է արժանապատվությունը, անվտանգությունը, իր իրավունքների պաշտպանությունը։ Համաձայն եք։ Ժորժ ջան, դուք ոչ միայն մեր աջակիցներն եք, մեր համագիրներն եք, վաղվան մեր ընտրողներն եք, այլ մեր թիմի ներկայացուցիչներն եք։ Մեր խնդրանքն ու հորդորը ձեր, որ այս դահլիճներից դուրս գանք, մեր գաղափարները, մեր հայացքները, մեր տեսակետները մտցնենք յուրաքանչյուր հայի օջախ, բացատրենք վտանգները, թեև թիկունք տանք, մեկնենք մեր ջանքերը և ուժերը, ու մենք վստահ ասում ենք ձեզ, մենք ունենք փորձառու թիմ, մրցունակ ծրագիր, կամք և վճռականություն, համատեղ ուժերով, անվտանգ և մրցունակ Հայաստան կերտելու համար։ Մենք դա կարող ենք և անելու ենք միասին։ Խոսքը փոխանցում եմ առաջ Սարգսյան նախագահ իմ ընկեր Սրափ Խաչատրյանին։